Ուրբաթ 12-ժամյա հարցաքննությունից հետո նոր քրեական հետապնդում է սկսվել Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդի նկատմամբ։ Նրան մեղադրում են հարկերից խուսափելու համար։ Ըստ փաստաբան Էմին Խաչատրյանի, կոնյակի գործարանին է վերաբերում մեղադրանքը։ Ավելի զավեշտալի դեպք է։ Զավեշտալի է համարում պաշտպանը նոր քրեական հետապնդումը, որովհետև Գագիկ Ծառուկյանը դեռ 23 տարի առաջ իր բոլոր բիզնեսները կառավարման է հանձնել։ Պարոն Ծառուկյանը դեռ 2003 թվականից, եթե չեմ սխալվում, երբ որ ընտրվել ազգային ժողովի պատգամավոր, իր բոլոր բիզնեսները հանձնել է կառավարման ու այդ բիզնեսների կառավարման հետ որևէ առնչություն առհասարակ չէր կարող ունենալ։ Այս գործով հարցաքննությունը հաջորդել է Իրանի քաղաքացիների հետ առերեսմանը։ Այդ նպատակով էին ուրբաթ ԲՀԿ առաջնորդին 3-րդ անգամ քննչական կոմիտե տարել։ Առանձնապես խոշոր չափերի խարդախության ու փողերի լվացման հոդվածներով հարուցված այդ գործով շարունակվել է առերեսումը իրանցի եղբայրների հետ։ Փաստաբանն այս անգամ էլ տպավորություն է ստացել, որ քննչական խումբը ամեն կերպ փորձում է պաշտպանել Իրանի քաղաքացիներին ու թույլ չի տալիս Ծառուկյանի պաշտպաններին հարցերի միջոցով բացահայտել այդ գործի անհիմն լինելը։ Իրենց համար ակնհայտ է, որ ցանկացած պահի մեր տակտիկայով, մեր հավաքած հարցերը, եթե մենք տանք վարույթ իրականացնող մարմինը չի կարող ոչ մի բան անել ու օբյեկտիվ իրականությունը բացահայտվելու է։ Փաստաբանը պնդում է, որ իրանցի եղբայրների հայտարարությունները հակասել են իրենց նախկին հայտարարություններին, բայց նրանք նաև այս անգամ ակնհայտորեն սինխրոնացրել են իրենց ասելիքը։ Խայտարակ կերպով ուրեմն սահմանափակվեցին մեր հարցեր տալու իրավունքը, բայց համոզված եմ ամեն ինչ դեռ առջևում է։ Էմին Խաչատրյանի խոսքով քննչական խումբն ամեն ինչ արել է, որպեսզի առերեսումն արագ ավարտվի։ Իրանի քաղաքացիները շտապելիս են եղել։ Միջանցքում նկատեցինք, որ եղբայրները ճամպրուկներով էին եկել ու կարծում եմ, որ պետքա մեկնեին Հայաստանի Հանրապետությունից ու դրանով պայմանավորված վարույթ իրականացնող մարմինը երևակայի, ես կարող եմ այդտեղ ողջամիտ եզրանք գամ, որ ջանք չէին խնայում հապշտապ ավարտել այդ առերեսումները։ Նախորդ առերեսումների օրերին էլ էին քննիչների կողմնակալ վերաբերմունք զգացել պաշտպանները։ Այդ պատճառով բացառկի միջնորդություն էին ներկայացրել քննչական խմբին, որը Խաչատրյանն ասում է շատ արագ մերժվել է։ Իմ կանխատեսումները ճիշտ էին ու այդ բացառկի միջնորդությունը շատ արագ ու սենց արագ էլ մեզ ուղարկվեց որոշումը, մերժվեց։ Նախորդ առերեսման օրը չորեքշաբթի քննչական խումբը փաստաբան Երեմ Սարգսյանին հեռացրել էր վարույթից։ Ասենք այս խայտարակությունը միջև ոնց կարա, ասեմ միջև ու կարա գնալ։ Հիմնվելով իրանցիների պատճառաբանության վրա, որ Սարգսյանը ներկա է եղել նաև հայ-իրանական առևտրային կենտրոն ստեղծելու գործարքի շուրջ քննարկումներին, Էմին Խաչատրյանի խոսքով Երեմ Սարգսյանին վարույթից հեռացնելը նույնպես իրանցիների օգտին էր։ Պարոն Ծառուկյան նորից ցանկություն այդպես, որ այդ մյուս գործով իր շահերը պաշտպանենք ես, Սմբատ Մինասյանը եւ Երեմ Սարգսյանը։ Պաշտպանը վստահեցնում է, քաղաքական հետապնդում է տեղի ունենում, քրեական հետապնդման հիմքեր չկան։ Պատահական չի համարում Խաչատրյանը, որ օրերի ընթացքում տարբեր հոդվածներով են մեղադրանքներ առաջադրում։ Չի կարա նման բան լինի, որ մի օրում մի անգամից ակտիվանան տարբեր ժամանակահատվածներում հարուցված գործեր կամ նոր գործեր հարուցվեն։ Ծառուկյանին քննչական կոմիտեից տեղափոխել են Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ։ Աջակիցները նրան ճանապարհել են Ծառուկյան վանկարկելով։ Լիլիթ Սարգսյան, Հենրիկ Համազասպյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։